Սիրելիներս, ուզում եմ կարճ ասել ամենակարևորի մասին, Տեր Հիսուս Քրիստոսի նրա գալստյան մասին։ Ուրեմն, Տեր Հիսուս Քրիստոսը եկել է երկիր որպես մարդ, մարդացած, մարդու մարմնում Աստված ծնվել է մարդու մարմնում, մի անգամ դա եղել է եւ կմնա այդ մեկ անգամը։ Նա ծնվել է 2025 տարի առաջ երկրի վրա։ Նա ծնվել է որպես մարդ, Աստված ծնվել է մարդու մարմնում, որպեսզի գար եւ փրկեր մեզ, մաքրեր մեզ մեր մեղքերից, արժանացնելով մեզ հավիտենական կյանքի, սրբեր մեր մեղքերից, ազատեր մեր մեղքերից, մաքրեր մեզ մեր մեղքերից։ Հիսուս Քրիստոսը եկել է դրա համար։ Նրա փրկությունը մեզ տրվել է մեկ անգամ եւ դա հավերժական է։ Այլևս կարիք չկա, որ Տեր Հիսուս Քրիստոսը որպես մարդ ծնվի երկրի վրա։ Տեր Հիսուս Քրիստոսը շուտով գալու է երկնքով, չի իջնելու երկիր, չի իջնելու երկիր, տեղի է ունենալու հափշտակություն, դրա մասին կա Աստվածաշնչում գրած, ես չեմ հորինում։ Բայց եթե դուք ուղղակի ուսումնասիրեք YouTube-յան հարթակը, դուք կտեսնեք, որ հիմա ողջ աշխարհում ամենաշատ քանակությունն է, որ մարդիկ խոսում են Հիսուսի եկեղեցու հափշտակության մասին, հազարավոր մարդկանց Աստված տալիս է տեսիլքներ, հայտնություններ, երազներ այն մասին, որ ինքը շուտով գալու է, որ շուտով սպասվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունը, հարսի հափշտակությունը։ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է երկնքով իր հրեշտակների հետ, ամպերի միջով եւ հափշտակելու է իր իրական զավակներին, տանելու է, մեզ հանդիպելու է երկնքում ամպերի մեջ եւ տանելու է իր թագավորություն։ Հիշեք, որ Աստվածաշնչում գրված է, որ վերջին օրերին կլցվի Սուրբ Հոգին մեր զավակների վրա, որդիների եւ դուստրերի, ինչպես նաեւ տարեցների վրա, եւ մենք կտեսնենք տեսիլքներ, երազներ եւ կպատմենք աշխարհին այդ մասին վերջին օրերին։ Ուղղակի ուսումնասիրեք, թե ինչքան մեծ քանակության մարդիկ տեսնում են երազներ Հիսուսի գալստյան մասին, ավելի ճիշտ հափշտակության մասին, եւ պատմում են ամեն օր տարբեր հարթակներում, եւ հիշեք, միթե սրանից մի քանի տարի առաջ այսպիսի քանակություն է եղել, նույնիսկ մի տարի առաջ, 2 տարի առաջ այսպիսի քանակություն չի եղել, որովհետեւ մենք ապրում ենք իրոք վերջին օրերում։ Շատերը, ովքեր ինձ կամ իմ նման երազ տեսնող, տեսիլք տեսնող, հայտնություն ունեցող մարդկանց գրում են դու սուտ ես, դու սուտ մարգարե ես եւ այլն, չկա այդպիսի բան, մարգարեները այլևս չկան եւ այլն, մոռանում եք, որ գրված է վերջին օրերին Սուրբ Հոգին կհեղեմ ձեր